Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյան։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 15-ն է 2026 թվական։ Ընտրությունների հետ կապված ժամանակ կմնա ավելի ուշ կխոսեմ, այսօր նաև էլի Արմավերի մարզում ենք ճանաչողական այցով Հայաստանի Շնորհապետական կուսակցության ակտիվի հետ, կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ որոշ հանդիպումներ ունեցանք, բայց եղանակային պայմանների պատճառով անձրևը տեղատարավ, հնարավորություն չէր տալիս ավելի շատ թվով մարդկանց հետ շփվել, մանավանդ դրսում էինք հանդիպելու եւ հասցրեցինք վերադառնալ նաեւ ձեզ հետ շփվեմ արդեն Երևանից։ Իհարկե ընտրությունների հետ կապված մի բան էլ կա, իմ հետևորդներից մեկը գրել էր, թե խոսում եք 38 րոպե աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին, ընդամենը մի 3-ից 4 րոպե ընտրությունների մասին, դե դրանով ոնց պետք է կարողանաք վերհանել այն սխալները, որ անում են իշխանությունները մյուսը եւ կարողանաք ձեր ծրագրերը ներկայացնել։ Իհարկե ես պատասխանեցի, ես հարգանքով եմ վերաբերում բոլոր կարծիքներին, մանավանդ որ կարող է նման կարծիք ուրիշների մոտ էլ լինի։ Այս YouTube-յան ալիքը գործում է ձեր շնորհիվ ու ձեր համար։ Երբ որ դուք սկսեք չդիտել, ես այլևս չեմ էլ խոսի։ Երբ որ դուք չաջակցեք, ի վիճակի էլ չեմ լինի խոսել։ Այնպես որ ես չեմ կարող սա միայն ծառայացնել մեր ընտրական process-ների վրա։ Առնվազն դա ազնիվ չի լինի։ Շատերը ցանկանում են պատկերացում ունենալ աշխարհում ինչ է կատարվում։ Իհարկե հնարավորինս ես փորձում եմ նաև անդրադառնամ ընտրություններին եւ ոչ միայն մեր անելիքներին, այլ առհասարակ ընտրական process-ին, որտեղ դա էլ օրակարգային խնդիր է։ Բացի դրանից, երբ որ մենք ասում ենք աշխարհաքաղաքական իրավիճակ, նաև պետք է նկատի ունենանք, որ 2021 թվականից էականորեն տարբերվում է 2026 թվականի ընտրությունները։ 21 թվականին դրսի կոմպոնենտը շատ փոքր ազդեցություն ուներ մեր ընտրությունների վրա։ Ինչքան էլ ասում են, տեսեք Ռուսաստանից, այս ինչը Դաբրոունյանից եւ այլ, ասում ենք դա անիմաստ է, տենց բան չի լինելու, ազդեցություն ունենալ չի կարող։ 2022 թվականի ուկրաինական պատերազմից հետո այլևս աշխարհում ցանկացած ընտրություն ամենաժողովրդավարական երկրում, ամենաբարեկեցիկ երկրում եւ ոնց որ թե նենց ոչ այդքան բարդ տարածաշրջանում բոլորի ընտրությունները ունեցել են մեկ հստակ գիծ ում հետ ես, որովհետև նոր աշխարհակարգ է ձևավորվելու այդ ընտրության արդյունքում մարդիկ ուզում են իմանալ այս կամ այն քաղաքական ուժը կողմ է ուկրաինական պատերազմում արևմտյան ծրագրի կողմնակից է, արևմտյան տեսակետի կողմնակից է, թե ռուսական։ Ոչ մեկը չի ասում, թե այս մեկը սոցիալական այսինչ ծրագիրը բերեց, այս մեկը հարկերը պակասացրեց, թեպետ այդ բոլորը կարևոր են, ինչի մասին է խոսքը, ընտրողը նաև դա է հաշվի առնում, բայց թիվ մեկ խնդիրը նա է, որտեղ է քո տեսած քո պետությունը։ Այդ իսկ պատճառով մենք դրանից չենք կարող հեռու մնալ, եթե մանավանդ եվրոպական երկրներն են տենց ընտրություն կատարել, Ամերիկան է տենց ընտրություն կատարել, Մոլդովան, Վրաստանն է տենց ընտրություն կատարել, մեզ էլ է դա վերաբերվելու։ Ամեն ինչ պետք է անենք, որ դրսի ազդեցությունը նվազագույնի հասնի, բայց ես խոսում եմ ոչ թե դրսի ճնշումների ազդեցության, այլ դրսի ազդեցությունը, թե մեր պետությունը որտեղ ենք տեսնում։ Աշխարհում տարածաշրջանում որտեղ ենք տեսնում դա։ Դրա համար առանց դրա դժվար է պատկերացնել, թե ինչ է կատարում։ Եվ բացի դրանից ես ձեզ ասել եմ, որ ընտրություններից հետո անկախ իմ կարգավիճակից ես շարունակելու եմ այս ձևաչափով ձեզ հետ շփվել։ Պատգամավոր կլինեմ, նախարար կլինեմ, ոչ նա կլինեմ, կապ չունի, որովհետև քանի կա ցանկություն մեր հասարակության հետ շփվելու որոշակի հարցում իմ վրա աշխատելով նաև փորձել այդ ամեն ինչը ձեզ հաղորդել, դուք էլ ձեր վրա աշխատելով ավելացնեք ձեր փորձը, մի բան ավել անենք, որ տեսնում ենք մեր շրջապատում ինչ է տեղի ունենում, ինչքան պահանջները մեծանում է, ինչպիսին պետք է լինի իշխանությունը, ինչպիսին պետք է լինի ժամանակից 21-րդ դարին հարիր հայ ընտանիքը կամ պետությունը կամ հասարակությունը, այնքան մեր իշխանությունները դառնում են ավելի պրիմիտիվ, ավելի անգրագետ եւ մտածում են, որ ամեն ինչ կարելի է լուծել փողով գալ իշխանության։ Բա հարցերն ով պետք է լուծի։ Լավ, ենթադրենք եկակ։ Դրա համար մեր անելիքը բավական մեծ է այդ առումով։ Ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք։ Հիմա ասենք աշխարհաքաղաքական իրադարձություններին, ժամանակ կմնա ընտրությանը կանրադառնանք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. ԱՄՆ եւ Իսրայելի հետ պատերազմի դադարեցումը կախված է Թեհրանին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց եւ փոխհատուցում վճարելուց։ ԱՄՆ եւ Իսրայելի հետ հակամարտության դադարեցման կոնկրետ նախաձեռնություններ դեռ չկան։
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը հարվածներ չի հասցրել քաղաքացիական օբյեկտներին եւ բնակելի տարածքներին։ Եթե մեր էներգետիկ ենթակառուցվածքը նշանառության տակ վերցվի, մենք հարվածներ կհասցնենք տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների օբյեկտներին։ Իրանը մտադիր է պատասխանել հարձակումներին, բայց այնպես, որպեսզի չվնասի բնակեցված շրջանները, նշել է Արարչին։ Իդեպ, այնպես չի, որ ամեն օր, երբ որ խոսում ենք այս թեմաների մասին, դա նշանակում է ամեն օր նույն թեմայից ենք խոսում կամ նույն հայտարարություններն ենք ասում։ Ամեն օր է այս հայտարարություններն արվում։ Ցանկացած օր, եթե Ամերիկայից հնչում է կարծիք, որ Իրանը ցանկանում է գնալ բանակցության, Իրանը ցանկանում է գնալ զիջումների, կամ Իրանը ոչնչացված է եւ այլն, անմիջապես Իրանից արձագանքում է եւ բավական կոշտ արձագանք են տալի։ Մենք այդ ամեն ինչը պետքա պատկերացնենք, թե ինչա կատարվում մեր շուրջ, որովհետեւ անվտանգության երաշխիք սпасել Ամերիկայից, երբ որ որևէ անվտանգային պայմանավորվածություն չունես, թրիփի հետ կապված որևէ անվտանգային պայմանավորվածություն չունես, բայց այդ պարագայում Իրանն էլ ասում է Ամերիկային ստեղ չմտցնես, բայց դու ասում ես 99 տարով Ամերիկայից եմ անվտանգություն ակնկալում, եւ մեկ էլ տեսնում ես Ամերիկան մտել է քո հարևանի հետ կռվի մեջ եւ չի կարողանում հաջողության հասնել այդ հարցում, ավելի վտանգավոր վիճակա ստեղծում, Իրանին դարձնում վիրավոր Գազան, եւ այդ ընթացքում մենք տեսնում ենք, որ մենք նույնիսկ չենք հասել այդ մակարդակին, որ ամերիկյան բազա լինի Հայաստանում եւ ապահովի մեր անվտանգությունը, բայց մեկ էլ տեսնում ենք արաբական երկրներում ամերիկյան բազաները, որպեսզի նրանց անվտանգությունը ապահովեին, դարձրեցին այդ պետությունները թիրախ։ Բացի դրանից, մեկ է տարածում է ինֆորմացիա, որ Իսրայելի հատուկ գործակալներ, որոնք փորձել են արաբական երկրներում դիվերսիոն գործողություններ կատարեն, որպեսզի նպատակը նայեր արաբներին ներքաշել այս կոնֆլիկտի մեջ։ Չեմ կարող ասել դա հաստատ այդպես է թե չէ, դա ուղղակի տարածվեց, բայց այնուամենայնիվ արաբական այդ երկրներն էին ձերբակալել ինչ-որ մարդկանց, որ կարծում են նման վտանգ կա։ Դե դուք պատկերացրեք, մեզ համար դա ինչ վտանգ է առաջացնում։ Ումից ենք ակնկալում մեր անվտանգությունը, եթե տեսնում ենք մեր շրջապատում ինչա կատարում եւ ատամները սրած սպասում են հարմար առիթի։ Ադրբեջանն ու Թուրքիան սպասում էին հարմար առիթի, այդ տեսակ Իրանը մեզ հրթիռով հարվածեց, դե մենք հիմա անմիջապես պատասխան գործողություն կանենք։ Տեսան, որ Տրամփի քայլերը այդքան էլ իրանց սրտով չի, հետ քաշվեցին, բայց ոչ չմոռացան իրանց ծրագրերը։ Այսինքն այդ բոլոր ծրագրերը վերաբերում է ոչ միայն Իրանին, այլ վերաբերում է նաև մեզ։ Առայժմ մեզ հանգիստ են թողել, որովհետև ավելի գլոբալ խնդիր են ուզում լուծեն։ Համարում են, որ դա ձեռի հետ կլուծեն։ Իսկ մենք պետք է մտածենք, թույլ չտանք, որ այս իրավիճակից դուրս գան եւ Հայաստանի ճակատագիրն էլ որոշեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամեյնին ողջ է։ Ես չգիտեմ նա ողջ է թե ոչ, ոչ ոք դեռ չի կարողացել ցույց տալ նրան։ Ես լսել եմ, որ նա մահացել է։ Եթե դա ճիշտ չէ, ապա նա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար, հանձնվի, ասել է Թրամփը։ Իհարկե շատ տարօրինակ է, որ Դոնալդ Թրամփը, որը որ կարծում է, որ Մոջթաբա Խամեյնին զոհված է, Բալավեդեքը մեր երկիրը ով է կառավարում։ Այդքան հարված հասցրեցիք կործանարար, ոտի հանեցիք ժողովրդին, ասիք մենք եկել ենք ձեր օգնության, ամեն ինչ արեցիք, որ այդ մարդիկ ոտքի կանգնեն, համացանցը անջատեց Իրանը, որպեսի վտանգը դեմն առնի, դուք Սթարլինգներով ապահովեցիք բիտինգավորներին, եւ այդ պարագայում հիմա դուք տեսնում եք, նախ մտածում եք, որ հոգեվոր առաջնորդին որ վերացնեք, իշխանությունը կփլուզվի։ Հիմա իշխանությունը երեք չի փլուզվել, նրա տղան է ընտրվել ու էլի իշխանությունը չի փլուզվում։ Եթե նույնիսկ այդ մարդը ողջ չի, բայց նրա անունը օգտագործում են եւ կարողանում են իշխանությունը պահել, կարողանում են հակահարված տալ Իսրայելին ու ԱՄՆ-ին, կարողանում են այնպես անել, որ ժողովուրդը ոտի չկանգնի իրանց դեմ։ Ուրեմն դուք չեք տիրապետում այդ երկրի ներսում ինչա կատարվում։ Ուրեմն ձեր հատուկ ծառայությունները ոչինչով զբաղված չեն։ Ձեր հատուկ ծառայությունները ձեզ սխալ ինֆորմացիա են տալի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, երբ որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները զեկուցել էին, որ 3 օրում Ուկրաինան կգրավենք եւ աղոհացով մեզ կդիմավորեն տրամադրությունները այդ երկրում այդպիսին է, բացատրում ենք, որ այդքան անտեղյակ եք, KGB-ում աշխատած
Վլադիմիր Պուտին մի երկրի վրա հարձակվում ես հոգեբանությունը չգիտես, չես տիրապետում, թե քեզ ինչ անտեղ սպասվում։ 3 օրում հաղթելու էր աղոհացով դիմավորելու էին, հիմա արդեն քու երկրի տարածքին են հարվածում, 4 տարին արդեն լրացել է եւ շարունակվում է արդեն 5-րդ տարին, որ կռվում են։ Էդ է ձեր պատկերացումը։ Հիմա նույն բանը մենք սպասենք Ամերիկայից, ամբողջ տասնամյակներով ասել ենք Ամերիկայի հետախուզություն, Ամերիկայի հատուկ ծառայություններ, դրանք համակարգեր են, ինստիտուցիոնալ համակարգեր են, նախագահի դերակատարությունը դրա վրա շատ փոքր է, որովհետև նախագահը այսօր կգնա, բայց տասնամյակներով ամերիկան ծրագիր է գծել, մշակել ուղեղային կենտրոնները, եւ դա կյանքի է կոչվել, դեմոկրատ նախագահի օրոք մշակել են հանրապետականի օրոք իրականացրել, հանրապետականի օրոք մշակել են դեմոկրատի օրոք իրականացրել, դա Ամերիկայի ծրագիրն է, ոչ թե կոնկրետ նախագահի ծրագիրն է։ Սա եղել մեր պատկերացումը։ Հիմա ինչ եմ ուզում հասկանամ, մենք էինք սխալվում, թե Դոնալդ Թրամփն է պատահականություն։ Ամերիկայի համակարգից դուրս է։ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմը գրել է. Նախագահ Թրամփի որոշումը պատերազմը տեղափոխել Խարկ կղզի, որը Իրանի նավթի եւ գազի տնտեսության թագիզարդն է, անհրաժեշտ էր, համարձակ եւ իմ կարծիքով չափազանց արդյունավետ։ Սա կօգնի կրճատել պատերազմի տևողությունը։ Պատերազմի ժամանակ հազվադեպ է թշնամին ձեզ ներկայացնում Խարկ կղզու նման մեկ նպատակ, որը կարող է կտրուկ փոխել հակամարտության արդյունքը։ Եթե Իրանը կորցնի վերահսկողությունը կամ իր նավթային ենթակառուցվածքները Խարկ կղզուց կառավարելու ունակությունը, նրա տնտեսությունը կկործանվի։ Խարկ կղզին վերահսկող անձն է որոշում այս պատերազմի ճակատագիրը։ Այսինքն պատերազմի ճակատագիրը հանրապետական սենատոր Գրեհեմի կարծիքով դեռ որոշված չէ։ Դեռ դա պետք է որոշվի Խարկ կղզով։ Եթե քանի դրա հարցը որոշված չի, պատերազմի ճակատագիրը որոշված չի։ Ինքը լավ բարեկամն է Դոնալդ Թրամփի, բայց Թրամփը ելույթները չի լսել, որ Թրամփը առաջիկա մի քանի ժամվա ընթացքում արդեն պատերազմը հաղթել է։ Ես չեմ հասկանում, եթե Թրամփին չեք լսում, գոնե ինձ լսեք, իմանաք Թրամփն ինչ է ասել։ Բայց այդ դեպքում հարց։ Այդ Խարկ կղզին հասկացանք, այդ կղզում նավթային տերմինալները, այդ տերմինալների արդյունքում մոտ 90% նավթի վերամշակման եւ իրացման խնդիրներ ա լուծում։ Այդ բոլորը հասկանալի է։ Բայց դուք համարում եք, որ դա եթե ձերն է, դուք պատերազմը կհաղթեք, եթե ոչ, ուրեմն ոչ, բա արդեն հաղթել եք։ Ես սխալ եմ հիշում։ Բացի դրանից, գիտեք, որ Ամերիկայի այս Թրամփի վարչակազմի ամենաթույլ կողմը պատմությունից բացարձակ բոբիկ լինելն է։ Ոչ թե վատ պատմություն գիտեն, ուղղակի բոբիկ են։ Հա, կարող է բանել Մարկո Ռուբիոն էլ մեծ կոշիկով է, բայց էլի բոբիկ է։ Ինչի եմ ասում, որովհետև եթե այդքանը իմանային, պետք է հասկանային, որ Իրաքը երբ որ պատերազմ սկսեց Իրանի հետ, տևեց 8 տարի, որից հետո այնքան ձանձրացան, հոգնեցին ուղղակի։ Իրաքը Իրանին դիմեց, ասեց աղբոր պես, բերեք թարգենք էլի այս կռիվը։ Ոչ ոքի բարեշենք, ոչ մի հաջողություն չունեցան։ Արդյունքում ուղղակի հոգնեցին եւ դադարեցրեցին պատերազմը։ Բայց այդ ընթացքում նրանք բավական ծանր հարվածներ էին հասցնում Իրաքը հենց Խարկ կղզում։ Բա դուք տեղյակ չեք։ Բանանք էլ էին տենց հաշվել։ Բավական է այդ տերմինալը շարքից անեն, Իրանը կհանձնվի։ Այս եղավ տենց, չմոռանանք, բավական լուրջ վնասներ էին հասցրել։ Էնպես չի, որ նրանք չէին հասկացել դա, բայց հասան հաջողության, չհասան, բայց եթե հաջողության հասնեին այդ վնասներից հետո, ինչ չէին խնդրում, որպեսզի Իրանը համաձայնվեր խաղաղության։ Այն ժամանակ Իմամ Խամեյնին արդեն հիվանդ էր, հիվանդանոց պարկած էր։ Իր համար իր կողմից շատ հարգված Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին, որը հենց հետագայում դարձավ Իրանի նախագահ, որը շատ լուրջ ծառայություն էր մատուցել հեղափոխությանը, նախ բանտ էր նստել շահի իշխանության օրոք, մեծահարուստ մարդ էր, բավական շատ օգնել էր հեղափոխությանը, Խամենեին ֆինանսապես էլ, ինքն էլ Ղում քաղաքում իրանց հոգևոր կենտրոնում կրթություն էր ստացել, ինքը մտավ, ասեց աղբոր պես, այս իրաքցիք խնդրում են պատերազմը դադարեցնեք, այդ մարդն էլ հիվանդ էր, ասեց լավ, 88 թվականին պատերազմը դադարեցրեցին, 89 թվականին Իմամ Խոմեյնին մահացավ։ Այսինքն ուզեմ ասեմ, այս պարագայում Իրաքն էլ էր տենց հաշվել, բայց այդ պատերազմը տևեց 8 տարի ու ավարտվեց անօգուտ։ Այդ էլ ուղղակի վատ չի լինի, իրանք իմանան։ Չեմ ասում, այս պատերազմը 8 տարի կտևի, բայց այդ հիմնական
բանը որոշել, որ այս կղզուցակախված ամբողջ պատերազմի ընթացքը կարող է ինչ-որ բան էլի սխալ է քաշվել, ոնց որ մնացած բաները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. «Շատ երկրներ, հատկապես նրանք, որոնք տուժում են Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձից, ռազմական նավեր կուղարկեն ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ նեղուցը բաց եւ անվտանգ պահելու համար։ Մենք արդեն ոչնչացրել ենք Իրանի ռազմական կարողությունների 100%-ը, բայց նրանց համար հեշտ կլինի մեկ կամ երկու անօդաչու թռչող սարք ուղարկել, ական նետել կամ կարճ հեռահարության հրթիռ արձակել այս ջրային ուղու երկայնքով կամ դրա վրա, անկախ նայից, թե որքան ծանր պարտություն կկրեն։ Հուսով եմ, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը եւ այս արհեստական սահմանափակումից տուժած այլ երկրներ նավեր կուղարկեն այդ տարածք, որպեսզի Հորմուզի նեղուցը այլևս սպառնալիք չներկայացնի լիովին գլխատված երկրի կողմից։ Հիմա հարց է ծագում, կշարունակեմ հեսա։ Ոնց որ թե Իրանը ավարտված էր ու ոչնչացված էր։ Ոնց որ Իրանը ընդհանրապես գոյություն չունի, քարտեզի վրա ջնջված է։ Բայց դու Հորմուզի նեղուցով ասում ես, որ մեր նավերով կուղեկցենք մեր լցանավերը ու պարզվում է ի վիճակի ես անգամ Իրանի բաց թողած դրոնի դեմ առնես, բայց ինչ անվտանգություն ես երաշխավորում։ Բա նեղանում ես Զելենսկուց, ասում ես մենք դրոնների հետ կապված պայքարի համար Իրան օգնության համար չենք դիմել։ Ուկրաինան ամենավերջի երկիրն է, որին կդիմենք։ Բա Ուկրաինան եթե ամենավերջի երկիրն է, որ կդիմես, 10 երկիրին չէ դիմել Ուկրաինային։ Դու չես կարողանում պաշտպանես այդ բազաները, քո բազաները։ Այդ երկրում գտնվող երկրի շենքերն ու շինությունները։ Այդ երկրները դիմել են Ուկրաինային, ասում են մեզ օգնի այդ դրոնների դեմ պայքարենք։ Ինչքան ուզում է Թրամփը նեղանա ասի, ես Ուկրաինային չեմ դիմի։ Այդ դու չես դիմել, արաբական երկրներն են դիմել, որտեղ տենում են քեզանից հույս չկա։ Այդ քո բարեկամ երկրներն էին։ Ավելի շատ բան են քո համար արել, քան անգամ Իսրայելը։ Իսրայելը ինչ արել, բացի կթել է Հայաստանին, Ամերիկային։ Նրանք քո ընկերներն են, բազաները տալ տեղադրել ես։ Ֆանտաստիկ ներդրումներ ես իրանցից վերցնում։ Այդ նավթերը կառավարել ես սարքել, որ աշխարհի նավթի հետ կապված դու կարողանաս նրանց աջակցության շնորհիվ նավթի շուկան տիրապետես, լա Վենեսուելան էլ գումարեցիր, որ միանգամից ամբողջը ձեռքդ վերցնես։ Բայց այդ երկրները այսօր Ուկրաինային են դիմում։ Ու փաստորեն ստացվում է, որ այս երկրներին դիմում ասում ես, ձեր նավերը դուք ուղեկցեք։ Բա այդ ի՞նչ մի խնդրեմ է։ Պետք է Ամերիկան, բա դրա համար ենք ասում ժողովուրդ ջան, որ մենք անհանգստանում ենք, իրանք իրանց հարցերը կլուծեն։ Մենք անհանգստանում ենք այն ոգևորությունից, որ ասում ենք ժողովուրդ, ախը ձեզ անվտանգության երաշխիք չեն տվել, այս ինչ եք զուռնադահոլը կապել։ Ո՞վ է ձեզ այդ անվտանգության երաշխիքը տվել։ Կամ եթե նույնիսկ համարենք տվածա, հիմա Դոնալդ Թրամփի տված անվտանգության երաշխիքից գոհ եք։ Բա ասում ենք, սենցա ասում եք չենք հասկանում, 20 տարուց ավել ասում ես մենք պետք է Ամերիկայի հետ ռազմաքաղաքական տեսական համագործակցություն հաստատենք, հիմա Ամերիկան մեզ ուզում է օգնի դժգոհ եք, ես ասում իրոք Ամերիկան օգնում է, դուք ճիշտ եք հասկացել։ Մենք Ամերիկայի գործընկերն ենք, եթե մենք Ամերիկայի որպեսի գործընկերն լինենք ոնց որ Իսրայելը, այդ չենք էլ լինելու։ Մենք որ Ամերիկայի գործընկերն լինենք ոնց որ արաբական երկրները, առնվազն գոնե պետք է Հայաստանում նավթ գտնենք այն շատ մեծ պաշարի։ Մենք չենք հասնի դրան, որ լինենք արաբական երկրների նման գործընկեր, բայց չենք տեսնում մեր շուրջը ինչա կատարվում։ Բա ուրիշի չենք նայելու, որ մենք մեզ համար պատկերացում կազմենք։ Բա ուրիշին են չենք ուսումնասիրում կամ են չենք մանրակրկիտ դրան անդրադառնում։ Մինչդեռ Միացյալ Նահանգները անդադար կռմբակոծի ափամերձ գիծը եւ անընդհատ կխոցի իրանական նավակներն ու նավերը։ Այսպես թե այնպես մենք շուտով կբացենք Հորմուզի նեղուցը։ Հորմուզի նեղուցն այլևս սպառնալիք չի լինի մի երկրի կողմից, որն ամբողջությամբ գլխատվել է, գրել է Թրամփը։ Ամբողջությամբ այդ երկիրը գլխատվել է, այսքան երկրի կանչում ես, ասում ես, եկեք ձեր նավերը ուղեկցեք։ Բայց այդ երկրներին դիմել ձեր նավերը ուղեկցել, դա նշանակում է դու խոստովանես, որ դու ի վիճակի չես։ Ամենաէժան դրոնին խփելու ի վիճակի չես։ Բա մեր մտքով կանցներ, որ հակաօդային պաշտպանության այսպիսի խայտառակ վիճակ կարող է լինի Միացյալ Նահանգների կողմից։ Բայց չէին կարող չէ մտածել։ Այդ դուք պատերազմի մեջ չեք մտել։ Վերջի պատերազմը եղել է խայտառակ փախուստը Աֆղանստանից։
Բայց դրա համար ասում ենք Ժողովուրդ ջան, մի հատ հասկանանք Հայաստանի շահերը պահանջում է խիստ իրատես լինել, որտեղ մենք պետք է գործենք առանց սխալվելու իրավունքի։ Համենայն դեպս, եթե խոսում ենք Եվրամիության մասին, գոնե ասում ենք համակարգի անդամ լինենք, մեր անվտանգությունը երաշխավորվի համակարգի կողմից, ոչ թե մենք մտածենք այսօր մի հատ բազա դրեցինք, դրանք խփեն թե չէ, ուղղակի իմանանք, որ չեն խփի, վստահ լինենք, այո, բազան էլ դնես, զենքն էլ առնես, համապատասխան ուսուցումներ առնես, բայց իմանաս մի բան, որ դրան չեն խփելու, որովհետև դա Եվրամիության համակարգ է ու տարածք է։ Ու նորից տեսանք, որ պատահական չէ, Կիպրոսի օրինակը բերեցի, թե ոնց անմիջապես Ֆրանսիան ասեց, ես տեր եմ, խփելով Եվրամիության անդամ պետությանը, խփում եք ամբողջ համակարգին։ Ես իմ ամբողջ արսենալով կանգնած եմ թիկունքին։ Մենք էս ենք ուզում, էս ենք պատկերացնում։ Ինչպես տեսնում եք, եթե նույնիսկ լավ, կարող եք ինձ չհավատալ, որ այդ երաշխիքը մենք Ամերիկայից չենք ստացել, բայց դուք հիմա հասկացաք, չէ, որ եթե դուք կարծում եք, որ մենք ունենք, մենք խաբված ենք, ու բախտավներս բերելա, որ ուրիշի օրինակով ենք հասկանում, որ խաբված ենք, ոչ թե մեր օրինակով։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել է Թրամփի Իրանի նկատմամբ հաղթանակի մասին հայտարարությանը։ Վերջին երկու շաբաթների ընթացքում Թրամփը հայտարարել է, որ մեզ 9 անգամ հաղթել է։ Սա իսկապես ծիծաղելի է, ասել է Ղալիբաֆը։ Բակայել է այդ օրն ընկնել, որ արդեն այսքան հարված կերած Իրանը ծաղրի Ամերիկային, ժողովուրդ ջան։ Ես չգիտեմ ամերիկացիք դրանից վիրավորում են, թե չէ, ես վիրավորում եմ, որովհետև պատկերացրել ենք, որ աշխարհի ամենագերհզոր պետությունը սենց չպետք է էլի իր նախագահ արժեզրկի այս երկիրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խիստ զարմացած է Մերձավոր Արևելքի երկրների տարածքին Իրանի հարվածներից։ Ես շատ զարմացա, ասել է Թրամփը, հավելելով, որ դա ամբողջ այս պատմության մեջ ամենաանակնկալն էր ինձ համար։ Դուք պատկերացնում եք ինչի մասին է խոսում։ Պատկերացնում եք, ճո։ Իրանն ասել է, հենց ինձ խփես, խփելու եմ քո բազաներին։ Բազաները տեղափոխել է։ Հիմա կանգնում ասում, չէի սպասում, որ կխփեն։ Բայց ժողովուրդ, բայց ի՞նչն էիք պլանավորը Պուտինի նման ասում, ամեն ինչ կնմաս պլանի։ Այսինքն հիմա կան էլ խոստովանում ես, որ դա անակնկալ էր։ Քո դաշնակիցներին ասել ես, ես քեզ տեր եմ, բազա ստեղ դրածա, հլա ու տենան կետով պետք է քեզ բան ասի։ Այդ մարդիկ քո բազայի պատճառով են հարված ուտում։ Հիմա էլ կանգնում ասում ես անակնկալ էր։ Բայց ով քեզ կվստահի։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ի դաշնակիցները Մերձավոր Արևելքում ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը և Սաուդյան Արաբիան հրաշալի են և նրանց հարվածել են առանց անհրաժեշտության։ Ոնց առանց անհրաժեշտության, դա բազա չկար, այդտեղից չէր հարձակվում, չէր ասել Իրանը պատասխան հարվածա տալու։ Մեզին չեք կրակը գցում։ Հայաստանը այսօրվա դրությամբ հիմա չիմանա իրան ոնց պահի։ Նիկոլ Փաշինյանի ասած բոլորին հա ասելը հասկանում եք, որ աբսուրդ է։ Նիկոլ Փաշինյանի ասածը, որ կարելի էր համատեղել անհամատեղելին Սյունիքում, ասել ենք, որ աբսուրդ է, նոր չի, որ ասում ենք։ Պատերազմից առաջ ենք ասել։ Թրիփի ժամանակ, ոգևորության ժամանակ ենք ասել։ Հիմա պատկերացնում եք, որ մենք ի վիճակի ենք դա համատեղենք։ Չէ, լավ է, գլուխը պրծացրեց, ասես մի թրիփը ով պետք է անի, որ այդ մոռացեք, այդ անցավ։ Բայց թրիփը չէր մեր անվտանգության երաշխավորը։ Այդ տնտեսական ծրագիրը չէր, որը հիմա արդեն Ամերիկայի գլուխը խառնա չի անում։ Այդ էր 99 տարով պայմանագիր կնքում, պայմանագիրը կնքելուց մի քանի ամիս հետո գլուխը խառնվում, ասում լավ, թող մնա։ Բայց ժողովրդին ինչ էիք ոգևորել, հանել փողոցները, ծափուտի ծախ, երկու պար։ Իսկ իմանայինք Նիկոլ Փաշինյանը այս նախընտրական այցելության հետ կապված ինչ է ասում։ Գորիսում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առաջինն արձանագրեմ, որ մենք ունենք խաղաղություն։ Սակայն պետք է նաև արձանագրենք, թե ինչի համար է մեզ անհրաժեշտ բանակը։ Բանակը մեզ պետք է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու քաղաքական կայունությունը ապահովելու համար մենք ունենք խաղաղություն, սակայն ժողովուրդը նաև պետք է տեր կանգնի այդ խաղաղությանը, որովհետև եթե խաղաղությանը տիրություն չարվեց, շատ արագ այն քարոքանդ կլինի ու կդառնա լրիվ ուրիշ բան։ Մեր աչքի առաջ տեսնում ենք, որ տասնամյակներով կայուն խաղաղ երկրները ընդամենը օրերի ընթացքում հայտնվում ինչ իրավիճակում։
Դրա համար մեր խնդրանքն է ձեզ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս ու տեր կանգնել խաղաղությանը, ասաց Փաշինյանը։ Այսինքն ինքը հիմա մեղքը գցում է ժողովրդի վրա։ Եթե դուք չընտրեք մեզ, դուք ընտրում եք պատերազմ, բայց ինչա, որտեղ էր ընտրություններ, որ այն երկրները, որտեղ հաշված օրերի ընթացքում խառնվեց, դա ընտրությունների հետ կապ ուներ Հայաստանի։ Այսինքն դու հասկանում ես, որ դու չես կարող երաշխավորել խաղաղություն, որովհետև եթե դու ասում ես, որ մենք Ռուսաստանը մեզ խաղաղություն է երաշխավորել, չի արել, մենք հասկացել ենք, որ դա անիմաստ է, մենք այդ խաղաղության երաշխիքը ակնկալել ենք Ամերիկայից, այն դեպքում անվտանգության երաշխիք Ամերիկան չի տվել, ու տեսնում ենք հաշված օրերի ընթացքում Ամերիկան իր արած քայլերի արդյունքում ինչ վիճակում կարանք հայտնվենք, ու եթե ամերիկյան բազա Հայաստանում ելներ, հարվածը մենք էլ կուտեինք, ոչ միայն այդ կուտեինք, դեսպանատանն էլ կխփեին։ Եթե ամերիկյան զորքեր ելներ ստեղ կամ դեսպանատանը տեղակայված էր ինչ-որ կոնտինգենտ, չգիտեք ինչ կարող է լիներ։ Եվ այդքանից հետո խաղաղությունը Ռուսաստանն ու Ամերիկան մեզ չեն երաշխավորում, Ադրբեջանն է երաշխավորում։ Այսինքն դու ուզում ես հիմա մարդկանց ասես, ես ձեզ խաղաղություն եմ բերել, երաշխիքը Ադրբեջանն է։ Ադրբեջանի վերջի Ալիևի հարցազրույցի չես նայել, որ մենք ընդհանրապես չենք ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուղղակի դե ասում ենք լավ խաղաղության համար, ասում ենք լավ ոչինչ գնանք խաղաղության, բայց մեկը մենք մեր տարածքը վերցնելու ենք։ Այդ ընդամենը երեք էր տարածվում, այսօր էր տարածվում։ Ում հետ էս խաղաղության գնում։ Ու մարդկանց շանտաժ անում, մեզ ընտրեք, որ պատերազմ չլինի։ Ձեզ որ ընտրենք, Իրանի պատերազմը կդադարի, բայց նրանց մոտ ինչի է խաղաղությունը խաթարվում։ Կամ աշխարհում ինչի է այս վիճակը։ Այդ ով է այդ երաշխիքը տալու։ Այդ ամբողջը կառուցած է Ադրբեջանի նախագահի բարի կամքի վրա, որն ասում է ես ավտոներով կգամ Հայաստանը կվերցնեմ, տանկերով իմաստ չկա, ընտրեք Փաշինյանին կամ ավտոներով մտնեմ, ինքն էլ աղոհացով դիմավորի։ Չգիտեք հիմա մեր հասարակության մեջ ոնց են տարածում։ Դուք չեք տեսնում ինչ գարանտային ծրագրեր են ստանում Թուրքի ու ադրբեջանցու գովկանողները։ Ու զուգահեռաբար այդ նույն մարդիկ, ովքեր քարոզ են տանում լավ հարաբերություն Թուրքիայի Ադրբեջանի հետ, նույն մարդիկ քարոզ են տանում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու հետ կապված։ Չեք նկատում դա։ Այսինքն ինչ-որ գրանտային ծրագրով մեզ ասում են, որ մեր փրկությունը Թուրքիան ու Ադրբեջանն է եւ Փաշինյանը։ Չեք նկատում։ Հետո ասում են, բա Թուրքիան ու Ադրբեջանը ո՞նց է ազդելու մեր ընտրության վրա։ Չեք տեսնում ո՞նց է ազդում։ Ովքեր որ կանեն իրատեսական ծրագրեր բերեն, ասեն, իա դուք պատերազմ եք ուզում։ Իսկ Փաշինյանը խաղաղություն է բերել, բայց ասում է խաղաղությունը ձեզանից է կախված, ժողովուրդ ջան, որ դուք խաղաղությանը տես չկանգնեք, քարոքանդ կլինի։ Որտեւ ինքը չի կարող խաղաղություն երաշխավորի։ Իսկ դրա համար այս ընտրությունների թեմայի հետ կապված էլի բան կասեմ, դրա համար հաշվի առնելով տեսնում եք, ասենք ձեր հնարավորության սահմաններում տեսեք մաքսիմալ ձևով տարածեք մեր նյութերը, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ ձեր կողմից տարածեք մարդկանց շրջանում, ում հետ որ անգամ չեք շփվում, նրանց զանգեք, նրանց ուղարկեք, տեսնում եք մենք ինչ պայքար ենք մղում, ինչ անհավասար պայքար ենք մղում, թե ինչքան կարևոր է ձեր աջակցությունը։ Մաքսիմալ որպեսզի մենք կարողանանք ակտիվ մեր գործունեությունը ծավալել, եթե ցանկություն կունենաք ձեր ֆինանսական աջակցություն ունենաք ծրագրին, դել կարող եք նյութի նկարագրական մասում կա եւ Patreon համակարգը եւ PayPal համակարգը Միացյալ Նահանգների համար եւ բանկային փոխանցման եւ արագ փոխանցման բոլոր տարբերակները անպայման ձեր ցանկությամբ, ձեր հնարավորությամբ բաժանորդագրվեք Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, նրա Facebook-յան էջին, ձեր ցանկությամբ, եթե կարող եք աջակցել այդ ծրագրերին, տեսնում եք, որ բավական ակտիվ գործունեություն ծավալելու համար նաև ձեր աջակցությունը կարևոր է, որովհետև գոնե մի բան ես հաստատ իմացել եմ, որ որևէ մեկը կանգնած չի այդ քաղաքական ուժի թիկունքում եւ միայն դա է եղել պատճառը, որ ես միացել եմ, հասկացել եմ, որ որևէ մեկի ծրագիրը չենք անելու, այլ անելու ենք մեր ծրագիրը, անելու ենք ձեր ծրագիրը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ մենք անկախ լինենք ու խոցելի չլինենք։ Դրա համար մաքսիմալ ձևով ինչքան որ կարողանաք օգնեք Գուրգեն Սիմոնյանին այս ծրագրերը պատվով հասցնենք իր ավարտին։ Բնական է ցանկացած քայլ, որ մեկը անում է, ինքը հաշվում է իր ուժերը եւ գիտի, որ ինքը այդ նվազագույն քայլերը կարող է անել։
առանց դրա չի մտնի process-ի մեջ, բայց մենք նվազագույն քայլերի խնդիր չունենք, չէ, մենք առավելագույն քայլեր պետք է կարողանանք անենք, որ գոնե ինչքան էլ այս ճնշումների պարագայում, ինչքան է փորձեն խանգարել, կարողանանք մենք մեր խնդիրները լուծել։ Եվ մեկ էլ ուշադրություն դարձնենք, շատերը որ ասում են կարող է իշխանության պատվերը կատարվի, կարող է ընդդիմության պատվերը կատարվի, կարող է ռուսամետների, մեկ անգամ եւս հստակ ասեմ մեր ծրագիրը, որ վստահ լինեք։ Եթե մենք ասում ենք, որ մասնակցում ենք ընտրության, կհավաքենք, կստանանք մեծամասնություն ձեր ցայդերը, տեր կկանգնենք այդ քվեին եւ առանց որևէ կաշկանդվածության հստակ կասենք, սա մեր պատկերացումն արտաքին քաղաքական հարցում Եվրամիության անդամակցությունը անվտանգային հարցը պայմանականորեն ասած դա ՆԱՏՕ-ն է, չնայած գիտենք, որ մեր տարածքում դա այս պահին իրատեսական չի, մանավանդ կարող է Թուրքիան վետո դնի կամ դրան տարիներ են պետք, բայց հենց այսօր Եվրամիության շրջանակներում մենք կարող ենք հասնել դրան, որպեսզի ունենանք նաև անվտանգության ճկուն համակարգ, որը ինչպես տեսնում եք Եվրոպայում գործում է եւ ոչ միայն Եվրամիության անդամ պետություններ են, որոնք որ այդ անվտանգության հետ կապված համախմբվել են։ Եվ մենք չենք էլ բացառում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ կարող է ռազմական բլոկ ունենա, որի կազմում մենք կլինենք, այնպիսի օրինակ, որը ինքը ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, այսինքն անզյուսը, այսինքն դա էլ մենք չենք բացառում Ամերիկայի անվտանգության բլոկի անդամ լինելը։ Այսինքն սա ուղղակի ես ասում եմ Եվրամիություն անվտանգային համակարգը պարզ է։ Սա մենք մեր քայլը անելու ենք։ Երկրորդ, եթե չենք ունենա մեծամասնություն, կգնանք տեր կկանգնենք ձեր ձայներին, մեր ձայներին, ոչ մեկին չենք միանա, այդ ծրագիրը առաջ կտանենք։ Եվ եթե ինչ-որ մեկը ասում է, բա սոցիոլոգիական հարցումով երրորդ տեղն եք, բա երրորդ տեղով ո՞նց եք հաղթելու։ Նախ երրորդ տեղն եղել ենք միջև այս ակտիվությունը սկսելը։ Միջև ակտիվությունը, որ այս համախմբում է շատ քայլեր անելը։ Իսկ մյուսները վաղուց այդ ամեն ինչը սկսել են։ Սա մեկ, եւ երկրորդ, մի բան էլ ասեմ ձեզ, եթե շատ եք ուզում իմանալ, բա դա ոնց է հնարավոր։ Կարող ես անգամ երրորդ տեղը լինել, բայց հաղթել։ Ինչու՞։ Որտեւ իշխանությունը հավաքել է ձայն, ընդդիմությունը հավաքել է ձայն, երկուսն էլ չունեն 50% ձայն, 50-ից ավել ձայն։ Որովհետև այն էլ ինչու չունեն, որովհետև եթե մենք մասնակցում ենք հասարակության կեսից ավելին կողմը Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը, բայց այդ մարդիկ նեղացած տանը նստած են, չեն մասնակցել ընտրությանը, որովհետև նրանք չեն գնացել ասել ընտրենք Նիկոլ Փաշինյանին, որ Ռոբերտ Քոչյանը չգա կամ ընտրենք Ռոբերտ Քոչյանին, Նիկոլ Փաշինյանից պրծնենք։ Նրանք նեղացել են ու չեն մասնակցել։ Տանը նստած սպասում են այդ այլընտրանքին։ Պատկերացրեք, որ նրանք մեզ հավատում են ու այդ այլընտրանքին ձայն են տալի։ Ինչքան էլ ձայն տան, դա նշանակում է շատ ձայն տվեցին, իշխանությունը այն որ ուներ վարչական ռեսուրսով ինչ որ թիվ, եթե մարդիկ քիչ մասնակցեին, ինքը դրանով կհաղթեր 50%-ից ավել ձայն կստանար։ Մեր շատ ձայն ստանալու պարագայում այդ շանսը իրանք չեն ունենում։ Մեր շատ ձայն ստանալու պարագայում ռուսամետները չեն կարող միավորվել եւ Գյումրի երկուս անել, այսինքն իրանք իրարով միավորվեն եւ 50%-ից ավել ձայն ունենան։ Մեր լուրջ ծանրակշիռ ձայնը բացառում է երկու կողմի 50%-ից ավել ձայն ստանալը։ Պայմանականորեն ասենք երրորդ տեղ ենք հավաքվել։ Էդ է ձեզ բացատրեմ։ Այս կողմն ասում է բերեք համախմբվենք, չեք հասկանում, երկիրը ձեռից գնում է։ Եթե դուք մեզ չմիանաք, Նիկոլ Փաշինյանը երկիրը կքանդի։ Այդ լսեցինք, հասկացանք։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, եթե չմիանաք, այս ռուսամետները երկիրը կտանեն Ռուսաստան, կքանդեն կավիրեն։ Երկուսին էլ լսեցիք, հա, ասում եք երկուսն է ճիշտ եք։ Եթե դուք ուզում եք համախմբում եւ ուզում եք դու գտնում ես նայա կործանող, նա գտնում է նայա կործանող, հանգստացեք։ Մենք քանի մանդատ ունենանք, մեր ձայնը տալու ենք մեր վարչապետի տեխնատո Գուրգեն Սիմոնյանին։ 10 մանդատ կունենանք, 20 թե 30։ Եթե չեք ուզում երկիրը ավիրվի, եւ մեզ ասում եք բամոտ չեկեք համախմբվենք, համաձայնենք, կոմպրոմիսային տարբերակ ենք առաջարկում։ Գուրգեն Սիմոնյանը ոչ Արցախյան պատերազմի հետ կապված բանակցություններին է մասնակցել, ոչ Արցախ է ծախել, ոչ բանակ է ծախել, ընդհանրապես պատերազմին մասնակցել է, զենքը ձեռքին կռվել է իր հայրենիքի համար։ Եթե ուզում եք, իր վրա ոչ մի սխալի բեռ չկա։ Ուզում եք համախմբվել միասնություն, ցայն տվեք, թող այդ մարդը ընտրվի վարչապետ։ Ձեզ հետ էլ կոալիցիա չկազմի։ Երկուսն էլ իրար չտակ սպանեք։ Որտեղ ինքը չի գալու պատի տակ գնդակահարի կամ նրանց։ Գալով իշխանության պետք է քաղաքական գնահատական տրվի, թե ինչ ենք ժառանգել
Խորհրդային Միությունից, թե ինչ ենք ստացել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի։ Իրավական գնահատականը իրավապահների գործն է, քաղաքական գնահատականը մեր գործն է, որը հստակ կտանք կոմունիզմից ժառանգածից սկսած։ Եվ կասենք էս է ժողովուրդ ջան, մեր պատկերացումը սա է, մնացած թող իրավապահները այդ հարցով զբաղվեն։ Եթե որևէ մեկը ասում է, բա ոնց է հնարավոր հաղթել, ասում ենք էլ պետք չի մեզ կոչ անել, որ եկեք համախմբվենք, չեք հասկանում, առանց դրա հնարավոր չի։ Այո, առանց դրա հնարավոր չի։ Ձեզ այդ դաշինք չենք կազմի մի պարզ պատճառով, որտեղ մեր ծրագիրն ենք ուզում կյանքի կոչենք։ Ձեզ այդ դաշինք կազմենք, պետք է ձեր գոնե ինչ որ ծրագրից մի բան ներգրավենք մեր ծրագրում, կտրականապես մերժելի է ձեր ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանը ռուսների հետ շատ լավ հարաբերություններ ունի, ու պետք չի ասել, որ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ չի, ուղղակի մի տարբերությամբ, որ Նիկոլ Փաշինյանը նույն ձևի շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ էլ, Թուրքիայի հետ էլ։ Ձևական ցույց է տալի Ամերիկայի լավ է, այն էլ այդ դա տենց չի, բայց որ լավերն էլ լավլողների վիճակն էլ տեսնում ենք։ Մենք այս ամեն ինչը շատ հրաշալի հասկանում ենք, Եվրոպային էլ ասելա, մենք Եվրոպա չենք գալի, քանի կար մինչև մի ասում ենք, մինչև չգանք այդ մակարդակին չենք գա, հիմա էլ ասում է դե էլ ոնց գանք, Ադրբեջանը, Վրաստանը մեր ճանապարհին չի գալի, այսինքն թեման փակ է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին ընտրել նշանակում է ընտրել միաժամանակ հա ասել Պուտինին, Էրդողանին եւ Ալիևին։ Վերջ։ Իսկ ռուսամետներին էլ ընտրել ցուցակի առաջի համարը Պուտինն է։ Մի բարդ բան է հասկանալու։ Մենք ոնց կարանք իրանց հետ միանանք։ Շատ եք ուզում, երկիրը չընկնի հակառակ ավիրողի ձեռը։ Նա գտնում է նայ ավիրող, նա գտնում է նայ ավիրող։ Հայտնի մանրապատումի նման ասում ենք երկուստե ճիշտ եք։ Վերջ։ Ընտրեք, հարցը լուծենք։ Ինչ ապատա է։ Համախմբում եք ուզում, մենք ձեզ համախմբում ենք բերում։ Այլ ընտրանք եք ուզում, մենք ձեզ այլ ընտրանք ենք բերում։ Բայց դա մի դեպքում կարող ենք, չէ՞ մենք դա անել, որ այն մարդիկ, ովքեր տանը նստած են, մեզ հավատան, գնան ընտրության, այդ բավարար ձայները լրիվ հերիքա, որ ոչ մեկը չհաղթի։ Այսինքն մենք ապահովենք, որ այս ընտրության առաջի փուլում սյուրպրիզ չլինի։ Որևէ մեկը չասի, իշխանությունը փորձի իր կողմնակից աջակիցներ անցկացնի, որ նրանց միջոցով կարողանա 50%-ից ավել հավաքի։ Մենք էլ ասում ենք դա չի լինելու, մոռացի, որտեղ նրանք ովքեր քեզ սատարում են, բոլորը ի սկզբանե գիտեն, որ նրանք հենց ձայն ստանան տալու են քեզ։ Իրանք չեն էլ թաքցնում։ Ժողովուրդը դրանց հրաշալի գիտի։ Դա նշանակում է, որ շատ մեծ ռիսկի է դիմում Նիկոլ Փաշինյանը, եթե փորձի նրանց օգնել, որովհետև նրանք կարող է գնան 3 տարբեր ուժով մասնակցեն, 3-ը պայմանականորեն ասենք ստանան 10% ձայն, 3-ը իրար հետ, 3-ից ոչ մեկը 4%-ը չհաղթահարի։ Այդ դեպքում ինչ է ստացվում։ Այդ ձայները ումից է պակասելու։ Այդ ձայները պակասելու է Նիկոլ Փաշինյանից։ Ինքը իր արածը իր գլխին է ընկնելու, որ եթե մտածում է, որ մարդ օգնեմ, որոնք կան անցնեն, որպեսի ձայնը ինձ տան, իրանք էլ ասում են, եթե մենք անցնենք, մեր ձայնը տալու ենք Նիկոլ Փաշինյանին, չեն էլ թաքցնում։ Բա որ չանցնեք, այդ ձայնը ումից եք տանելու։ Այն մարդը, որը տանը նստած է, ձեզ համար տնից դուրս չի գալու ընտրության գնա։ Որտեւ ինքը գիտի, որ ձեզ ձայն տալն այնա Նիկոլ Փաշինյանի ձայն տալն է, այն եղածել տանը նստել է։ Նա կարող է ձայն տալ մեր նման մարդկանց շնորհապետական կուսակցությանը վստահելով, հավատալով ու տանից դուրս գա։ Ինչքան ինքը ձայն տվեց, դուք մեզ չեք կարա ձեր ձայնով խանգարել, դուք մեր ձայնը չեք կարա տանեք, որովհետև ձեզ ձայն տվողը մեզ չի տալու, մեզ տվողը ձեզ չի տալու։ Վերջ, պարզ բան։ Նիկոլ Փաշինյան ուզում ես խաղեր տաս, Երևան երկրորդ անես, որ գնաս մեկին անցկացնես միանա քեզ ձայն բերի, բա որ այդ մեկը չանցնի։ Այս վերջի ընտրությունները 2021-ից անցած Նիկոլ Փաշինյանի սատարող արևմտամետները երբեք ձայն չեն ստացել։ Ինչ ձևաչափով էլ մասնակցել են, շեմը չեն անցել։ Մի անգամ էլ Երևանում շեմը անցել են, այն էլ ընդդիմադիր ձայներն են տարել։ Հետո ասել են, չէ, մենք իշխանություն ենք, մենք ընդդիմություն չենք։ Վերջ։ Այլևս իրանք այդ ձայնը չեն ստանալու։ Դա նշանակում է ինչքան մաքսիմալ շատ ձայն ստանանք, այնքան իրանք չեն ստանա։ Եթե որևէ մեկը գտնում է, որ մենք կարող է ուրիշի պատվերը կատարենք, թող մեզ բացատրի։ Մենք տանելու ենք ձայն գործնականում բոլորից։ Ակնկալում ենք բոլորից, նաև ռուսամետներից, որովհետև այդ ռուսամետ մարդիկ, ովքեր փողի համար գնացել են, փողի քսակին են միացել։ Մի նախադասություն քաղաքական չարտասանած մարդուն են միացել։ Դուք քաղաքական ծրագրի համար են միացել։ Բարձ չի ինչ է համար են միացել։ Վերջ, եթե մենք բոլորից էլ այդ ընտրողից էլ ենք այդ ձայնը ստանալու, որտեղ ինքը ասելու է նրանց ընտրելու,
Փողն էլ վերցնելու է, բայց գնալու ասի այ միամիտներ, ընտրեմ իմ երեխու ապագան ձեզ է, Պուտինին եմ հանձնում։ Դա նշանակում է, ինչի համար եմ ասում, որ շատ կարևոր է մաքսիմալ ակտիվ մասնակցության պարագայում թե ընդեղից ձայն ենք տանել, ու ոչ նրան ենք միանալու, ոչ նրան, ում խաղը կարող ենք խաղալ։ Մի հատ եթե դուք ձևը բացատրեք, ես շատ հաճույքով կլսեմ խելքս իմը չի բան սովորելու համար։ Մի հատ ինձ բացատրեք, ինչպես մենք պետք է օգնենք կամ այս թևին, կամ այն թևին, եթե երկու թևից է ձայն ենք տանելու նաև իրանց արբանյակներից, որպեսզի չկարողանան ապահովեն 50+ ձայները։ Եվ ոչ մեկին չենք միանալու։ Կասեք ձևը։ Եթե գիտեք, ասեք ես էլ իմանամ։ Մեծ հաճույքով ձեզ շատ ուշադիր կլսեմ։ Ինչու են մարդիկ վախենում մեր ծրագրից, որտեղ ի սկզբանե հստակ ասել ենք, մոռացեք որևէ մեկին միանալը։ Չենք միանալու ոչ մեկին։ Գնալու ենք տեր կանգնենք ձեր ձայներին։ Այո, առաջի տեղն էլ ընկնենք, կարող ենք իշխանություն ձևավորել, երրորդ տեղն էլ ընկնենք, կարող ենք իշխանություն ձևավորել, չեք համաձայնվի, գնում ենք հաջորդ ընտրությանը։ Եթե չեք ուզում, մեզ մի բացատրեք, որ միավորումը, համախմբումը շատ լավ բան է, շատ լավ հասկանում եք, համախմբվեք մի մարդու հետ, մի մարդու շուրջ, որը ամբից կենսագրություն ունի, ոչ մի սխալներին է պատասխան չի տվել։ Էդ ինչա, իմ ուսադիրները չի պոկվել, համախմբվեմ միանամ, ձերն է պոկվում։ Էդ ով է իրանք այդ շատ կարևոր համարում, թող գա դեմս նստի ուղիղ եթերում։ Մի հատ ուղեղը չափեմ, էլի։ Մի հատ ուղեղը չափեմ։ Ասեմ 1000 հարցից, եթե իմ կեսի չափ պատասխանես 1000 պատահական հարցից, ես հրաժարվեմ հրապարակային գործունեությունից։ Էդ ով է այդ տենց ամբիցիոզը, որ գտնում է, որ ինքը չի գնա կանգնի գիտնականի կողքը ու նրան աջակցի։ Թող գա ինձ հետ մրցի ու որոշենք ինքը արժանի է այդ լիդերությունը ստանձնել, կամ եթե ի վիճակի եք, դե ստանձնեք ձեր լիդերությունը, բա ինչ եք ուզում։ Ամբիցիաները որտեղ եք բանացնելու։ Մենք ասում ենք հստակ բան, սա ռուսամետներն են, ինչ դեմքով ուզում հանդես գան, սա Նիկոլ Փաշինյանն ու իր արբանյակներն են, ինչ դեմքով ուզում հանդես գան։ Մենք իրանց հետ ճանապարհ չունենք, մեզ մնացել է մի գիծ, կոնկրետ այդ գծով գնալու ենք մենք։ Ում որ կգտնենք արժանի են, մենք կառաջարկենք միանալ, կամ իրանք կառաջարկեն, մենք կընդունենք։ Ում որ չընդունեցինք, վերջ, չկա որևէ մեկը, որ մենք ասենք իրանց հետ համագործակցելու բան ունենք։ Կամ էլ այդ ուժը 4% կհավաքի կմտնի խորհրդան, որ հետո համագործակցենք։ Մոռացեք այդ հեքիաթները, չի լինելու տենց բան։ Մեր ծրագիրը դες պարզ, հստակ, հանգամանորեն բացատրեցի։ Դե ինչ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։